Բարի օր սիրելի հերոստատիրող, այսօր պատրաստելու ենք փանչարեղենով քեբաբ, չերոցում, որը շատ հեշտ է պատրաստվում, մի քանի փանչարեղեն կտրատելու ենք, դնելու ենք ներքևը եւ վրան ավելացնելու ենք մեր մինի կեբաբիկները։ Եվ չերոցում եփելուց հետո մի հատ հետաքրքիր բան ենք ավելացնելու իր վրա՝ պանիր։ Շատ համով է, ես տանը միշտ պատրաստում եմ, շատ հեշտ է, արագ է պատրաստվում ու ընտանիքը, բոլոր ընտանիքի անդամները ավելի ճիշտ է կոհեն մնում։ Ստեղ տեսնում եք աղացած միսը, ստեղ տեսնում եք արդեն քերիչով անցկացրել եմ ես պանիրը, պատրաստել եմ, կարող եք կամ սուլուկունի, կամ մոցարելլա, կամ չեդեր պանիր օգտագործել, կարևորը հալվող պանիր լինի։ Մեկ-մեկ ես օգտագործում եմ երկու տեսակ պանիր, խառնում եմ սպիտակ եւ դեղին, մի քիչ յուղայնությունը շատ եւ քիչ, եւ բալանսավորում եմ այդ յուղայնությունը եւ աղիությունը եւ ավելի համով է ստացվում, բայց ոնց կուզեք։ Այստեղ ունենք կարմիր բղբեղ, կանաչ բղբեղ, դեղին բղբեղ, մաղադանոս, սխտոր 3 հատ եւ 1.5 հատ սոխ։ Այսօր պատրաստելու ենք քեբաբ փանչարեղենով չերոցում։ Մեծ անհրաժեշտ է 400 գրամ աղացած միս, 200 գրամ հալվող պանիր, մոցարելլա կամ չեդեր կամ սուլուկունի։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ գուզու եւ քաղցր։ Իսկ փանչարեղենները օգտագործելու ենք բղբեղ, կարմիր, դեղին, կանաչ, սոխ, մաղադանոս եւ 3 բջեր սխտել։ Սկզբում պետք է միսը խառնենք։ Միսի վրա ավելացնելու եմ ազատ քեղ կամ ասենք մաղադանոս։ Ազատ քեղը մաղադանոսը կտրատելու ենք։ Ավելացնելու ենք մսի վրա։ Եվ մի քանի համեմունք, որոնք պարդաթիր ավելացնում ենք մսին ավելի համով դարձնելու համար։ Ընդհանրապես քեբաբի միսերը մոտավոր 115 կամ 20, նույնիսկ մարդիկը մի քիչ ավելի ուղղայնության տոկոսով են վերցնում, բայց ես սիրում եմ 15%-ը։ Հիմա այստեղ 15% ուղղայնությամբ աղացած միս ունենք։ Ուրեմն մաղադանոսը ավելացրեցի, իր վրա ավելացնելու եմ սև բղբեղ եւ աղ։ Մեր միսը գրեթե պատրաստ է, հիմա կտրատելու եմ փանչարեղենը ու հետո կխառնենք։ Կարող ենք այսպես փարակ շրդեր կտրատել։ Փարակ շերդեր, իրականում ես ընտրել եմ թեղին կարմիր եւ կանաչ, բայց տենց չէ, որ եթե ինչ-որ մի գույն չլինի, չեք կարող պատրաստեք։ Նորեն փարակ շերդեր։ Եվ այսպիսով կունենանք քեբաբի ներքևը քույնավոր փանչարեղեն եւ ամենալավ մասը այնա, որ ուղղակի քեբաբին այդ ամեն սոսը, ջուսիությունը իջնելու է այդ փանչարեղենի վրա ու այդ փանչարեղենը այդ մսի համով է եփվելու։ Ես ամենը պատմեցի, որ պատկերացնեք իր համովությունը։ Բղբեղները պատրաստ են, հիմա անցանք սոխին, կամ ավելի ճիշտը սխտորը, հետո սոխը։ Սխտորը ոնց գիտեք, մենք ջզվում ենք, ընդհանրապես սիրում ենք ջզմել։ Կտրատում ենք։ Կարող ենք հիմա միանգամից այսպիսի ափսե բերել։ Կարող ենք միանգամից ավելացնել մեր բղբեղները, որպեսզի հետո սոխն էլ ավելացնենք իր վրա։
ու հետո անցնենք մսին։ Սխտորը մնացել է մեզ սոխը կտրատենք ու անցնենք մսին։ Մի հատ էլ մուշ սոխը գնացինք։ Սոխն էլ է պատրաստ։ Ավելացնում ենք։ Դե ինձ սիրելիներս, փանչարեղենը պատրաստել ենք, իրա վրա համեմունք պետք է ավելացնենք, ստեղ ունենք աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ, մի քիչ ցեթ եւ օրիգանո։ Ավելացում եմ օրիգանոն։ Բղբեղը։ Սև բղբեղը։ Աղը, ցեթ, եւ արդեն կարող ենք անցնել մսին։ Ցերնոցներ։ Լավ շաղում ենք մեր միսը, շատ կարևոր է, որ արագ շաղենք, որ այդ մեջի յուղերը մեր ցերքի տաքության հետ ինքը մի քիչ տաքանան, որովհետև շատ կարևոր է, երբ որ մենք քեբաբ ենք պատրաստում, ինքը այդ տաքությունը տա յուղը, որպես ավելի ինքը կպչուն դառնա, ինչ որ մենք իր ցևը պետք է տանք, շեյփը, որ բռնի։ Հիմա ես բերում եմ այսպիսի մի բան, կարող եք դունը ինչ որ ունեք այսպիսի մի անուշիկ թողիկ իրա կողքը քեբաբի միսը շրջացնեք, մի քիչ էլ բարակացնում, բարակ քեբաբիկներ ենք անելու ու ավելացնելու ենք սինի վրա։ Ու մի անգամից ավելացնում ենք։ Այսպիսով շարունակում ենք բոլոր քեբաբները։ Ինչքան բարակ կուզեք կարող եք անել, բայց ձեր ծողիկի հետ կապ ունի, եթե ավելի բարակ եք, կարող եք ավելի բարակ անել։ Ես մեկ ավելի փոքր մանր եմ անում, նայած ինչ բայրեքսի կամ ինչ սինի մեջ եմ եփում։ Կարող եք մադի դեղ անել կամ մադի հետ կամ կարող եք չհանել, ոնց ձեզ դուր կգա։ Շատ կարևոր է քեբաբի միսի միշտ ձեր ցերկով տաքուկնա, որպեսզի ձեր ուզած շեյփը առնի։ Հնազանդի ձեր
ասածին միսը։ Միշտ ասել եմ ձեզ, որ վերջինը մի քիչ ավելի մեծոտ եւ հաստ է լինում, այդ ոնց որ խոհանոցային կանոնը, որ դանդիգին է մի քիչ բան է պատրաստում, վերջինը մի քիչ շատ բանով է ստացվում։ Ջոխ։ Դե ինչ սիրելիներս, տեսակ, արդեն ստացել ենք, ուղարկելու ենք չերոց, մոտավոր 20-ից 30 րոպե պետք է եփի ու հետո դուրս կհանենք, պանիրը կավելացնենք ու մի 5 րոպե էլ կեպենք, որ կարմրի ու վայելենք։ Հիմա մի քիչ հավաքում ենք, կոֆե ենք խմում ու հետ ենք գալիս։ Դե ինձ սիրելիներս, գնանք նայենք մեր կեբաբները որտեղ են հասել, կարծում եմ արդեն պատրաստ են, կարող ենք հանել եւ բանիրը վրան ավելացնել։ Ոնց կուդեի հիմա ես։ Եվ ուղարկում ենք չերոց մի 5 րոպե ու արդեն պատրաստ կլինի վերջնական։ Դե ինձ սիրելիներս, կարծում եմ արդեն վերջնական պատրաստ է, գնանք բերենք եւ համտեսենք։ Ուհու։ Վաու։ Դե ինձ սիրելիներս, ես անհամբեր եմ փորձեմ, գիտեմ դուք էլ սպասում եք։ Մի դեղից ես ուզում եմ գտրեմ ու միասին փորձարկենք։ Վաու, 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 վաու։ Մի քիչ պանիրից, մի քիչ մսից, մի քիչ ամեն ինչից։ Բայց ես ամենը ոնց կուտեմ։ Կուտեմ։ Չեք պատկերացնի, ինչքան համով է։ Մի հատ էլ եմ ուզում ուտեմ, որովհետև փանչարեղեն չեկավ։ Oh my god. Oh my god. Ես կկարծեմ այսօր բոլոր նայողները պիտի պատրաստեն։ Քանի որ իրական շատ համով է։ Նայեք։ Ուպս։ Սկսում եմ պիտի վարվեմ։
Եվ անպայման պետք է քեբաբները դենց կարմրեն, որ խրխտան դառնան, ու իրանց այդ ուղղայնությունը իշն է տագի պանչարեղենի վրա, այդ պանչարեղենը մի հատ հելա որ ուտենք, ինչքան համով է լինելու։ Դակը։ Վաու, շատ համով է։ Դե ինձ սիրելիներս, տեսակ ինչքան հեշտ է պատրաստվում։ Միասին համդեսեցինք, գիտեմ որ սկացիք համերը ու անպայման կպատրաստեք այսօր եւ կզարմացնեք ձեր սիրելիներին եւ ինձ կգրեք, եթե հավանենք այս բաղադրատոմսը։ Չմոռանաք հետեւել մեր էջին Facebook եւ Instagram համի գախնիկ եւ չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքում, որովհետեւ տեսնեք բոլոր ձեր բաց թողած հաղորդումները։ Համի գախնիկ։ Սպասեք մեզ ամեն օր Կետրոն TV եթերում ժամը 17:00 կամ երկրորդ օրը ժամը 9 առավոտյան։